Բարև ձեզ Factor TV հյուր ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ դիվանագետ Արա Պապյանն է, ողջույն, պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Սկսենք արտաքին քաղաքականությունից, հատկապես որ զարգացումներ կան Թրամփը եւ պաստոն Պուտինն են հանդիպելու Հունգարիայում եւ Զելենսկին ցանկություն է հայտնել այդ գագաթնաժողովին հանդիպել, ներկա գտնվել, ասում է ես վստահ չեմ, որ Պուտինը պատրաստ է ավարտել պատերազմը եւ Զելենսկին կոչ է արել ԱՄՆ-ին լրացուցիչ ճնշել Ռուսաստանի վրա, ասում է Պուտինը վախենում է պատժամիջոցներից։ Ինչ սպասել այս հանդիպումից։ Եթե մենք վերջնական խաղաղության առումով հարցին մոտենանք, չեմ կարծում, որ դա կլինի, հերթական ինչ որ մի փոքր առաջընթաց կլինի կամ կարձանագրվի, կխոսվի, Տրամփին միշտ պետք է դրական բաներից խոսալ, դա կանի, բայց այն որ այո Պուտինը շահագրգռված չի խաղաղություն հաստատելու, դա ակնհայտ է, որտեվ իր խնդիրները սկսելու են ավելի շատ հենց խաղաղությունից հետո։ Հիմա էլ խնդիրներ ունի, բայց հիմա վատ թե լավ ինչ որ կայացած վիճակ է, ամեն ինչը ստակ է, վերահսկում է։ Պիտի հասկանանք, որ ընդհանրապես պատերազմից հետո պատերազմը մարսել եւ պատերազմի վետերաններ եւ սրանք ի վերջո 100,000-ավոր եւ միլիոնավոր մարդիկ են, որոնք մասնակից են դառել, շատ դժվար է լինելու է դժգոհություններ, լինելու է արդարացված եւ չարդարացված պահանջներ պատերազմի մասնակիցների կողմից, լինելու է օրինակի համար կենսամակարդակի շարունակական անկում, որտեղ ես չեմ կարծում, որ պատժամիջոցները կվերացվեն անգամ պատերազմը ավարտելուց հետո եւ կյանքը չի բարելավվելու եւ արդեն պատրվակ բռնել, ասել պատերազմի պատճառը դժվար է լինելու, սա հերթական հանդիպումներից մեկն է լինելու։ Ավա դեպքում կարելի է նկատել նաև նախագահ Թրամփի բառապաշարում հույս, որ Ռուսաստանը կդադարեցնի պատերազմը, նա չի դադարում հավատալ, որ պատերազմի դադարեցումը ձեռնտու է Ռուսաստանին տնտեսապես, քաղաքականապես եւ այլն, ինչ է մտածում Պուտինը, ինչ եք դուք կարծում, այս հարցին նրա մոտենալու աշխարհայացքը ո՞րն է։ Իհարկե շատ դժվար է Դե որոշակի պատմականություն է նա դնում այս բայց ելնելով նրա անցյալից, այսպես ասած, ինչ որ հայտնի է իր մասին։ Եկատերինայից Պետր առաջինից է խոսում հաճախ։ Նայեք, հիմա շատ իրարամերժ ընդհանրապես ռուսական գաղափարախոսությունը, եթե սովետական միության ժամանակ ասենք հստակ էր ինչ որ կոմունիզմի կառուցում, ինտերնացիոնալ եւ այլն, հիմա իրարամերժ է։ Մի կողմից ինչ որ ստալինյան, բոլշևիկյան գովերքումներ կան այդ ժամանակաշրջանի, բայց միաժամանակ նաև ցարական ռեժիմի, որը հենց բոլշևիկներն են տապալել։ Տպավորությունն է, որ իրենք պատմությունից այսպես դրվագներ են վերցրել, ցույց տալու իրենց վեհություն, իսկ այդ վեհությունը ըստ էության ավելի 19-րդ անգամ 18-րդ դարի մտածողության արդյունք է, որ մենք կարող ենք ուժով խնդիրներ լուծել։ Գիտեք, ուժը միշտ կարևոր է, բայց ուժը չի նշանակում, որ անպայմանորեն զենք եւ պատերազմ։ Մենք տեսնում ենք, որ 21-րդ դարում ուժը շատ ավելի տեխնոլոգիաներն են, տնտեսությունն է, փափուկ ուժն է, ի վերջո Միացյալ Նահանգները այսօր համաշխարհային թիվ 1 գերուժն են եւ թերևս միակը, բայց իրենք աշխարհին տիրապետում են ոչ միայն, ասենք, այդ զենք ու բանակ ունենալով, այլ փափուկ ուժով, այսպես ասած Հոլիվուդը պակաս դերակատարություն չունի ամերիկյան ազդեցության տարածման համար, քան ռազմաբազաները։ Ռուսաստանը այդ առաջարկը չունի։ Սովետական միության 1920-30-ական թվականների հզորությունն նրանից էր, որ մարդիկ հավատում էին այդ կոմունիզմի գաղափարական առաջարկ կար։ Հա, ոչ մի բան չունի առաջարկելու, առաջին հերթին գաղափարական այդ շատ ռուսական աշխարհի գաղափար։ Այո, բայց ռուսական աշխարհը դա սահմանափակում այն Ռուսաստանի հնարավորություն։ Թե դա նաև ավտորիտարիզմի առաջարկ է, որ դուք կարող եք լինել մեր համակարգի, այսինքն ավտորիտարիզմի մոդելի կրող պետություն եւ մենք կունենանք մեր քաղաքական հովանավորությունը, այսպես հակարեմեցյան տրամաբանությամբ։ Բայց ներկա տնտեսության զարգացվածությունը ցույց է տալիս, որ ավտորիտարիզմը չի կարողանում դա զարգացնել։ Պատահական չի, որ օրինակ Ռուսաստանը, որը ՍՍՍ իրավահաջորդն է եւ ըստ էության կարողությունների հաջորդը, որը տեխնոլոգիապես բավականին զարգացած էր, անգամ դա չի կարողանում զարգացնել եւ մշակել, որտեվ ստեղծագործ մարդու համար ազատությունը շատ կարևոր է։ Իսկ առանց ստեղծագործ
մոտեցման դա բուրգ կառուցել չի, որ դու ստրուկների բերես եւ քարը քարի վրա դրեն, որովհետեւ դու ինչ որ մի, ինչ ասենք, համակարգչի համար մի կարևոր ծրագիր կամ ինչ որ մի կարևոր հատկապես արհեստական բանականության ինչ որ մի բան ստեղծես, այդտեղ ազատ մարդիկ են պետք, այդտեղ շատ ավելի ամեն ինչ նուրբ է։ Ավտորիտարիզմը, այո, գործում էր Ստալինի ժամանակ, սկսած գիտեն, Կարալյովից սկսած վերջացած տարբեր գիտնականներով տանում էին, ծեծում էին, ջարդում էին, այդ շարաշկեքում փակում էին, ասում էին, այս բանը կանես, շանես, ժամկետին կգնդակարենք, ինչ որ մի բան աշխատում էր, բայց հիմա մենք տեսնում ենք, պատահական չի, որ աշխարհի զարգացած երկրները, դրանք աշխարհի դեմոկրատական երկրներն են, եւ Չինաստանի նման երկիրը, որը ըստ էության, բռնատիրական է, հենց զարգացավ այն ժամանակ, երբ որ գոնե մի քիչ ազատություններ տվեց եւ սկսեց ազատ աշխարհից ներմուծել այդ նոր տեխնոլոգիաները։ Շատ լավ։ Կա գլխավոր հարց, արդյոք Միացյալ Նահանգները այս ադմինիստրացիան Ուկրաինային կտա տամահավք հրթիռներ մեծ հեռահարության, սա համարվում է հուժկ ու զենք, որով Ուկրաինայի եթե տրամադրվի այդ զենքերը ԱՄՆ-ի կողմից, կկարողանա թիրախավորել Ռուսաստան ռազմավարական օբյեկտներ, որոնք խորքում են գտնվում եւ այսպես վրիպման հավանականություն շատ ցածր կլինի, այսինքն կարելի է տեսնել, որ սա որոշակի ճնշման տրամաբանությամբ է Թրամփը օգտագործում, որ եթե չկանգնեցնեք, չենք բացառում տամահավքի տրամադրումը, ինչ եք դուք մտածում այս հարցում։ Ես մտածում եմ, որ Թրամփը տարբեր պատրվակներ է ման գալու եւ գտնում, որպեսզի չտա, կամ եթե տա դառնել է խիստ սահմանափակ քանակությամբ, ասենք հատերի առումով, այն էլ իրենց համար փորձարկելով, բայց այդտեղ ուրիշ մի բան կա, մենք միշտ խոսում ենք զենք տալու մասին, բայց օրինակ անտեսում ենք տեխնոլոգիաների փոխանցումը, որ տեղի ունենում։ Այսօր նույն ուկրաինացիք ստեղծել են ֆլամինգո հրթիռները, որոնք մինչև 3,500 կիլոմետր կարող են թիրախավորել, այդ որ նշանակում է մինչև գրեթե Ուրալի լեռները, եւ իրենք դա, այսինքն արտադրում են եւ արտադրելու են։ Այո, դա տամագավք չի իհարկե, բայց գիտեք, այսինքն գրեթե 1 տոննա պայթուցիկ կրելու պարագային երևի 3,500 կիլոմետր տնել պարագային, դա հզոր զենք է։ Ես կարծում եմ, այստեղ այլ տեխնոլոգիաների փոխանցման ճանապարհով է գնում, քան բուն զենքի տրամադրելու եւ այդպես էլ պիտի արվի։ Թրամփը ինքը հետևողական չի այս ամբողջի մեջ, մյուս կողմից պիտի եւ սրա մասին խոսել ենք բազմիցս, կտրուկ անկումը Ռուսաստանի բլավ չի բխում Միացյալ Նահանգների շահերից, որտեվ հիմնական հակառակորդը եւ ապագա թշնամին դա Չինաստանն է։ Իսկ Չինաստանին հակակշռող ուժերից մեկը ըստ էության Ռուսաստանն է։ Մեկը դե Հնդկաստանն է հարավային ուղղությամբ եւ մենք տեսնում ենք այդտեղ Միացյալ Նահանգները աշխատանք է տանում, իսկ մյուսը բնականաբար Ռուսաստանն է։ Այսինքն վնասազերծել, բայց չկործանել։ Այո, որովհետև անվերահսկելի իրավիճակների ստեղծում ինչն է զսպում Չինաստանի գերհզորացումը, դա ռեսուրսների անբավարար լինելն է։ Իսկ իրենից հյուսիս Չինաստանից ռեսուրսներից հարուստ հեռավոր արևելքն է, Սիբիրն է եւ այլն, եւ Ռուսաստանի կործանման, լրիվ կործանման եւ տրոհման դեպքում, անգամ եթե այդ շրջանները կամ լինեն ռուսական առանձին պետություններ կամ լինեն այնքան ինքնուրույն, որ կարողանան միջպետական հարաբերություններ զարգացնել, չի բխում Միացյալ Նահանգների շահերից։ Իրենք աշխատելու, իրենց պետքա, այսպես ասենք, վերահսկելի Ռուսաստան եւ վերահսկելի բախումներ։ Ինչքանով է այս ադմինիստրացիան վիճարկում Ռուսաստանի ավանդական ազդեցության գոտիները, օրինակ մեր տարածաշրջանում նոյեմբերի 9-րդ կետով Ռուսաստանը ուզում էր ռուսական ԱԴՑ զորքեր տեղակայել Մեղրիի ճանապարհի վրա, այս պայդրությամբ կարող ենք ասել, որ դա տեղի չի ունենում, ավելին Թրամփի ուղու շուրջ համաձայնություն կա Հայաստանի եւ ամերիկյան իշխանությունների միջեւ, այսինքն մի տարածքում տեսնում ենք, որ Ռուսաստանի նպատակը չի իրական։ Ես չեմ ասում տապալվեց, ձախողվեց, ոչնչացավ եւ այլ սցենարը տեղի ունենում։ Մոլդովայում տեսնում ենք, որ ընտրվում է Եվրոպամետ կին գործիչ եւ ԵՄ անդամակցության հեռանկարը շատ մոտ է։ Ինչ եք դուք տեսնում, դե Ուկրաինայի մասին էլ չասենք, հա։ Այս վիճարկելու իմաստով, այո։ Յուրաքանչյուր կայսրություն ունի զարգացման ընդլայնման փուլ եւ ունի
փոքրացման, ազդեցության թուլացման եւ այլն։ Բնական է, դա եղել է բոլոր կայսրությունների։ Դա կրկնվող ցիկլ է ու պարտադիր է որ կրկնվի։ Այո, չկա հավերժական որևէ կայսրություն չկա, ասենք, անգամ երկարատև գոյացած կայսրությունները, ասենք 1000 տարի են գոյատևել, Ռուսաստանի ի վերջո կայսրությունը 1721 թվականից ստացան 300 տարի եւ դա միջին թիվ է կայսրությունների համար 300-400 տարի։ Ով է այսօր հիշում Պորտուգալիայի կայսրության մասին, հզորագույն կայսրություն ամբողջ Բրազիլիան, Աֆրիկայի մեծ գաղութներով կամ ավելի իսպանականը, անցել գնացել էլ չեմ խոսում Ասորստանի ու ասենք հայկական կայսրության մասին։ Նույնը Ռուսաստանը, ուղղակի խնդիրը հետեւյալն է, Ռուսաստանը պիտի հաշտվի այդ վիճակի, որ ինքը չի ուզում։ Կայսրությունները տարբեր ձևով են այդ անկումը ապրում, ինչպես մարդու համար մարդիկ կան, որ հեշտ են իրանց ծերացման ընթացքը ընդունում, իսկ մարդկա որ չի ուզում դրա հաշտվի, բայց հենց խնդիրը դա է դառնում, որ մի տեսակ արտառոց է, երբ որ մարդու վարքը չի համապատասխանում իր կարգավիճակի։ Այսօր Ռուսաստանը է դա։ Հոգեվարքի տրամաբանությունը, որ process-ը գնում է, այսպես ասենք, ծերացման կամ փլուզման, չգիտեմ ինչ բառ կօգտագործեք, բայց հիվանդը չի ուզում ընդունել, որ չի ուզում ընդունել եւ ինքը ընդհակառակ հավակնությունները գոնե արտահայտում չի կարող։ Հարավային Կովկասում Ռուսաստանը բնականաբար թուլանալու էր։ Դրա մասին ազգային ժողովրդարական բևեռը բազմիցն ասել է, որ եթե չեք Ռուսաստանը գնալու է, Ռուսաստան թուլանում եւ եթե չեք ուզում մենք մնանք թուրքերի դեմ հանդիման, պիտի արևմուտքին բերենք։ Ցավոք մեզ լսող չեղավ։ Այսօր Թուրքիան է սկսում լցնել ռուսական վակումը։ Այ եթե մեզ տարիներ, եթե չասեմ տասնամյակ առաջ լսեն եւ իսկապես իշխանությունները աշխատանք տանեին, ստեղծեին իրավական, քաղաքական հիմք հարաբերություններ արևմուտքի հետ, որ հեռացող Ռուսաստանի փոխարեն արևմուտքին բերեին, այդ ժամանակ այլ վիճակ կունենայինք։ Իսկ ինչու ասենք Թուրքիան մեզ համար վտանգավոր, որտեղ Թուրքիան ինչքան էլ ներկա իշխանությունները ինչ ուզում են ասեն, ինքը մեզ չի տեսնում որպես գործընկեր, ինքը մեզ կարող է տեսնի երկու կարգավիճակով, կամ որպես ենթակա, կամ որպես թշնամի։ Գործընկեր չի, իսկ ենթակա նշանակում է, որ մեր բոլոր շահերը, այդ թվում նաև տնտեսական, երբ որ շատերը այսօր, չգիտեմ, տնտեսական սարեր են խոստանում մեզ, այդ ամբողջը ոտնահարվել է, այլ չեմ խոսում, ասենք, ազգային եւ հոգեվոր շահերի մասին։ Կխոսենք դրանից անպայման, իսկ ինչու Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում այս վերջաբանը ունեցավ, էլի, ես կարող եմ շարունակ թվարկել, թե ինչ ծրագրերով էր Պուտինը մտնում Արցախ, հա, նոյեմբերի 9-ին քանի տարվա այնտեղ մնալով եւ մեջբերում անելով հենց իրենց, հա։ Մինչդեռ այսօր ունենք հայաթափված Արցախ եւ ռուսական 0 ներկայություն այնտեղ։ Հայաստան որոշակի կրճատումներ կա, ես գիտեմ, ձեր ուժը ավելի մեծ կրճատումների կողմնակից է ռուսական ազդեցության, բայց դա էլ ժամանակին անպատկերացնելի էր, հա։ Ինչ տեղի ունեցավ, պարոն Պապյան, ինչ եք դուք տեսնում։ Ռուսաստանը մի շարք քաղաքական լրջագույն սխալներ արեց։ Երբ որ դու չես կարող պահել ամբողջը, դու պիտի քաղաքական իրականացնես գոնե մի մասը պահել։ Իսկ բայց Ռուսաստանը գնաց հետո, ասենք, կեսն ինչ կամ ամբողջը կամ ոչինչ, այսինքն ինքը չէր կարող միաժամանակ պահել եւ ունենալ Հայաստանը եւ Ադրբեջանը։ Հիմա հաշվարկեց եւ այդ հաշվարկները այդ առումով ճիշտ է, որ Ադրբեջանը շատ ավելի կարեւոր է, քան Հայաստանը։ Բայց ինքը սխալվեց նրանում, որ ինքը պիտի հասկանար, որ եթե Հայաստանը, եթե Ռուսաստանը Հայաստանին պաշտպաներ եւ ոնց որ ասած աջակցեր, կլներ հավատարիմ դաշնակից իրեն։ Բայց Ադրբեջանը որևէ դեպքում չէր կարող։ Հաշտվեցին ոնց որ Պուտինն ու Ալիևը վերջերս։ Հա, բայց ինչ տարվեցին, հիմա կարան հաշտվեն, համբուրվեն, ինչ ա եղել։ Դա քաղաքականությունը Ադրբեջանի չի էլ փոխվելու մեծապես։ Ինքը էլի հակառուսական է։ Օբյեկտիվորեն, եթե Ադրբեջանը իրականացնում է պանթուրքիստական քաղաքականություն, ինքը ավելին է անում։ Վկա հենց Գաբալայի այս վերջի հանդիպումը հոկտեմբերի 7-ի բան, այսինքն խնդիրը հետևյալն է։ Ադրբեջանը իրեն զգում է ռեգիոնալ ուժ, այն մեծ ուժ եւ շատ ավելի ակտիվ է այս պանթուրքիստական ձգտումի մեջ, քան անգամ Թուրքիան ներկայումս։ Եվ ինքը անընդհատ միջազգային ինչ-որ հավաքներ է անում դրա շուրջ, հավաքություններ է ցուցաբերում։
դա արդեն Ռուսաստանի դեմ է, ինքնստինքյան Ռուսաստանի դեմ ալնելու։ Ի վերջո Ռուսաստանն նախնշկան Միջին Ասիան հանել Ռուսաստանի տակից եւ նաեւ Ռուսաստանի դաշնության մեջ թուրքալեզու ժողովուրդներ։ Հետեւաբար դա չի կարող։ Հայերի պարագային ուրիշ կլներ, եթե Ռուսաստանը հայերին օգներ, աջակցեր, չխափեր, չդավաճաներ, չգցեր, ինչ բառով ուզում եք ասել, Հայաստանում հիշենք, այսինքն ինչ պրոռուսական տրամադրություններ էր եւ բնական կլներ, եթե օգնում աջակցում, այսինքն, չգիտեմ, Ղարաբաղը օգնում է պահենք, հələ դեռ մի բան էլ նախքին սխալներն ա ուղղում, չգիտեմ, Նախիջևանի հարցով, ինչի պիտի հայերը չլինեն ռուսների հետ։ Բայց Ռուսաստանը խափեց, որովհետեւ Ռուսաստան կրկնում են, ինքը մտածում էր եւ Ադրբեջան ու Թուրքիա կունենա եւ Հայաստան, ինչու, ինչպես մի մեծ պաշտոնյա ասեց Ռուսաստանից, կուդա վիդենիցես։ Իրանց պատկերացումը այդպես է, որ միևնույնն է, մենք ինչ էլ անենք հայերի գլխին, ինչ էլ բերենք, հայերը ստիպված մեզ հետ են լինելու։ ԵՏՄ-ի անդամակցությունն էր այդ սխալներից մեկը ռուսական գրպանը թռչելու, այսպես ասենք, սխալ, թե այս իշխանությունն էլ նման քայլեր արել է, որ ռուսները համարել են վերջ։ Չէ, նրանք ռուսները այս իշխանությունը այսպես խոսանք, էլի, հակառուսական ոչ բան չարել էս իշխանությունը։ Դա ինչու են մեղադրում հակառուսական։ Այ որպիսի, ոնց շարը քովրա գցեն։ Այս իշխանությունը եկել առաջ օրվանից հայտարարել է, որ վեկտորի փոփոխություն չկա, այո, չի փոխել վեկտորը, բացառությամբ 2-3 հարցազրույցի Լա Ռեպուբլիկա եւ մավոր Նիկոլ Փաշինյանը խոսել է ինչ որ եվրոպական ինտեգրացիան քայլի առումով մենք ոչ մի քայլ չենք արել։ Մենք շարունակում ենք մնալ։ Այսինքն իր քայլերի հետևանքը, ասենք Արցախի բռնի տեղահանություն եւ այլն, կրի Հայաստանի իշխանությունը, որ այսինքն դու դիմնայք, կյանքում կենցաղում էլ ինչպես է ալնում։ Երբ որ դու ուզում ես մեկին ոնց ասած վատություն անես, դու չես ասում, որ իմ մտքին էնա, որ ես քեզ անեմ։ Դու պետք է ինչ-որ մի պատրվակ գտնես, որ ինքը քո նկատ մեղադրես իրան, անարդար գտնվեց եւ դու չէիր կարող աջակցել։ Հիմա էսա, այսինքն Նիկոլ Փաշինյանը ամենապրո-ռուսական իշխանությունն է Հայաստանի, որտեղ որ դուք նայում եք տնտեսական հարաբերությունները Ռուսաստան, երբեք սանից շատ չի եղել։ Մյուս քաղաքական ռազմական առումով էլի նույնն են, որևէ բան չկա։ Այդ մանր, չգիտեմ, 20-30 հոգի սահմանավիրից առաջին նստածից հանեցին երկրորդ տեղ տարան, կապ չի, ամբողջ ինֆորմացիան իրանց ձեռնա, ամբողջ իրավական բան իրանք կառավարում են։ Բայց ի սկզբանե 18 թվականից պարզ էր եւ դրանից առաջ է Ռուսաստանը Ղարաբաղը պետք է տար ադրբեջանցիներին։ Դրա մասին խոսվում էր ի վերջո Լավրովի ծրագիր, իհարկե ինքը չէր մտածում, որ ամբողջությամբ է լինելու։ Ինքը այդ ֆորպոստի քաղաքականից, բայց այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա։ Երբ որ սկսում է քաոսը, երբ որ սկսում է այդ նահանջը, շատ դժվար է հատկապես պատերազմական վիճակներում կառավարել, դա դառնում է անկառավարելի, որը եղավ։ Ինքը մտածում էր Ղարաբաղը տալով, շրջական տալով Ադրբեջանին կունենա Ադրբեջանին, բայց մի փոքր մաս էլ կպահի, դրանով հայերին կսպառնա ամեն անգամ, եթե խելոք չպահեք, սա էլ կտամ։ Բայց ինչ եղավ, տեղի ունեցավ այն օրինակ, որ ինչպես 1921 թվականին, երբ որ հույները եկել ասել էին Անկարայի տակ, բայց քանի որ Եվրոպան պատրաստ չէր այդ ամբողջ տարածքը տալու, իրենք չօգնեցին հույներին, որպիսի թուրքերը գան եւ այդ Սմյուրնիայի շրջանով կանգնեն այն ինչ որ նախատեսված էր ունեն տան։ Բայց երբ որ փախե սկսեց, հույները չկարողացան կանգնել այդ գծի վրա եւ մինչեւ գիտեք, այսինքն 21-22 թվականներին Սմյուրնիայի աղետ եւ այլն։ Այդպես ալնում դժվար է կառավարել, այդ թղթի վրա է շատ հեշտ դնել, որ ասել որ այսպես կլինի։ Ռուսները հաստատ չէին ուզում, որ հայությունը ամբողջովին դուրս գա Արցախից։ Իրենց պետք էր մի հատ այսպես մի քիչ մեծ սուզանավ մի 2-3 հազար քառակուսի կիլոմետրով, մի 50-60 հազար մարդով, իրենք էլ խաղապահ կարգավիճակով, լավ կլներ, որ այսպես միջազգային ինչ-որ կարգավիճակ տային, որով ինքը կառավարել երկուսին, բայց տեղի ունեցավ ինչ-որ տեղի ունեցավ, այսինքն Ռուսաստանը կորցրեց եւ Ադրբեջանը եւ Հայաստանը, որ նշանակում է նաեւ Հարավային Կովկասը։ Շատ լավ, եկեք հասկանանք նաև ազգային ժողովրդավարական բևեռի տեսակետը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ 26-ի ընտրությունների համատեքստում, պարոն Պապյան, օրինակ Ռուսաստանի հետ հարաբերություններ, ԱՄՆ-ի հետ հարաբերություններ, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններ, ինչ դեր են կատարելու այս ընտրություններում, ես չգիտեմ, ԱԺԲ-ն կմասնակցի ընտրություններին, ես այս հարցը տալիս եմ մասնակցելու տրամաբանության մեջ, որ այո կմասնակցեք, ձևաչափը իհարկե ինձ թվում է կմոտենա կհասկանանք, դուք ինչ այսպես նպատակներով եւ
զանգերով եք, հա, քաղաքացիներին դիմելու, ասենք օրինակ դուք ԿՊ-ից կամ ասենք Հայաստան դաշինքից ինչով եք տարբերվելու, պարոն Պապյան։ Այս հարցերի շրջանակում ես հասկանում եմ, հարցը շատ տորողունակ է Թուրքիա, Ադրբեջան, ԵՄ եւ այլն, բայց խնդրեմ դա հնարավորություն է տալիս խոսել են ինչ ուզում եք։ Նախ առաջինը ասեմ, մոտեն այդ ժամանակահատվածը մենք վերջնական որոշում կայացնենք եւ մասնակցելու եւ մասնակցության կամ չմասնակցելու ձեր մասին իսկ կարեւոր է, քանի որ այնքան արագ է ամեն ինչ փոխում, որ դժվար է։ Մասնակցելու պարագային մենք եղել ենք եւ մնում ենք, որ Հայաստանի ապագան հատկապես անվտանգային եւ տնտեսական զարգացման արևմուտքի հետ պիտի քայլեր անի։ Ռուսաստանը ոչ թե մենք ոնց որ ուզում ենք մենք Ռուսաստանի դեմ ենք, մենք Ռուսաստանի դեմ չենք, Ռուսաստանն է մեր դեմ։ Ռուսաստանը այլևս հատկապես կորցնելուց հետո Արցախը, Ղարաբաղը, Հայաստանը իրեն միակ ելքը մնում է ամեն գնով անգամ ստորանալու գնով Ադրբեջան-Թուրքիայի հետ հարաբերություններ պահպանել, որպեսզի դուրս գա Իրանի վրայով դեպի Հորմուզի նեղուց եւ այլն եւ այլն։ Հետեւաբար մենք ինչ անենք, չանենք, էլ Ռուսաստանը առաջինը չի փոխելու իր քաղաքականությունը մեր նկատմամբ, չի նախընտրելու մեզ քան Ադրբեջանին, իսկ երկուսի հետ չի լինի հավասար հարաբերություններ տանել, մյուսն է Ռուսաստանը չունի դրա կարողությունը, ոնց որ ասած, մեզ աջակցելու։ Ինքը ոչ տնտեսական, ոչ ռազմական։ Հետեւաբար պիտի հասկանանք, Ռուսաստանը դա անցյալ է։ Հիմա լավ անցյալ է եղել, վատ անցյալ է, դնենք մի կողմ, բայց անցյալ է, Ռուսաստանը չի կարող բանը։ Հիմա մնում է մյուս տարբերակը, Թուրքիա եւ Արևմուտք, կամ ինչպես ոմանք փորձում են ներկայացնել, իբր Արևմուտքը Թուրքիայի տեսքով է գալ։ Եթե Արևմուտքը Թուրքիայի տեսքով Հայաստան գար, ուրեմն այս հարաբերությունները, հակասությունները Թուրքիայի եւ Արևմուտքի մեջ չեն լինի, եւ այդ շատ լուրջ է հակասություններ կա, հա, եւ հատկապես Իսրայելի պարագայում, դա լրջագույն հարցեր է, մենք տեսնում ենք Շարմ ալ-Շեյխի նույն Էրդողանի եւ Նաթանյահուի, ասենք, այդ վերաբերմունքը փոխադարձ եւ այլն։ Հետեւաբար մենք Արևմուտքի այստեղ գալու կողմնակից ենք։ Հիմա որից Արևմուտքը այստեղ գա, Արևմուտքը շատ մեծ էսև կենսական շահեր չունի, մենք էլ ենք այդ հասկանում, բայց դու պիտի փաստորեն ցույց տաս իր առավելությունները, դու պիտի ստեղծես իրավական դաշտ։ Օրինակի համար անվտանգության խնդիրը, չէ՞, այդ հարցով պետք է դնել եւ քննարկել հետները։ Այսօր բանից հետո օգոստոս 8-ից հետո ասեմ ձեզ, որ Ալիևը շատ ավելի սերտ ռազմական համագործակցություն է սկսել Միացյալ Նահանգների հետ, քան Հայաստանը։ Հայաստանը, եթե Միացյալ Նահանգները քննարկում է համազգեստների հարցը, նրանք քննարկում են լրջագույն զենքերի հարցը, այդ հնարավորություններն էլ ունեն։ Բանը, հիմա մեր հնարավորությունն է այդտեղ, մեր առավելությունը, ինչպես է, չէ՞, մրցակցությունը։ Երկու ընկերություններ են բիզնես դաշտում մրցակցում են։ Եթե քեզանից այն մյուս ընկերությունը ուժեղ է, ուրեմն դու քո հարաբերական առավելության վրա շեշտը պիտի, այսինքն այն ոլորտների այն մասը, որ դու առավելությունն ես։ Հիմա իսկ մենք փորձում ենք մրցել սովորական բանի վրա։ Մեր առավելությունները Միացյալ Նահանգներում որն է համատած Ադրբեջանի հետ, երկու բան։ Մեկը հայկական մեծ կազմակերպված համայնքի արկայությունը, որը նաև քվեներ է, մյուս տարի սենատի ընտրություններ են 1/3 եւ այլն, մյուս այն պատմական հարաբերությունները, թվում է իրավական հարաբերություն, որ մենք ունեցել ենք, որ Ադրբեջանը բնավ չունի։ Սրանց վրա պիտի շեշտել, հա, եւ երրորդն էլ կա, որը շատ կարևոր է դառնում եւ այս նույն Վատիկանի սրբադասումն էլ ցույց տվեց arczepiskopos Մալոյանի, դա քրիստոնեության քաղաքականացումն է։ Կարող ենք այդ երեք բաները, այսինքն սփյուռք, պատմական հարաբերություններ անցյալ եւ քրիստոնեական համերաշխանքը օգտագործել, մենք կարողանանք ունենանք այդ աջակցությունը, դա ծանր, հետեւողական, մանրակրկիտ, ծախսաշատ աշխատանք է։ Երբեք Միացյալ Նահանգները չեն գալու մեր դուռը չեն ծեծելու եւ ասել վերցրեք այս կուտեղի վրա, չգիտեմ, ձեր իրավունքներն են։ Թրամփի ուղին տնտեսական համատեղ շահ չի։ Դա շատ փոքր ծրագիր է եւ այդ ծրագրի շահառուն հիմնականում Ադրբեջանն է։ Այն օրը լսում եմ ասում են Ադրբեջանը, Միացյալ Նահանգները արդեն այդ ուղու համար 146 միլիոն դոլար են տվել, տվել են, չեն տվել, մեզ ինչ։ Այդ ճանապարհը որ կառուցվելու է, մեզ համար չի կառուցվել։ Այդ ադրբեջանցիք են գալու գնալու այդ ճանապարհով։ Մենք ինչ ենք շահելու դրանից։ Իրանի հետ երկաթուղի, Ռուսաստանի հետ երկաթուղի։ Բայց Իրանի հետ ուրա երկաթուղի մասին որևէ խոսք չկա։ Հիմա չկա, այո, ըստ այդ ծրագրի պետք է։ Հենց այստեղ մենք դրա մասին խոսել ենք, այդ օգոստոս 8-ից առաջ էլ կարող են որ միակ համարժեք բանը են կլինի, որտեղ արձանագրվի, որ այդ, չգիտեմ, անցուղու հետ զուգահեռաբար Հայաստանը ստանում է երասխ, ջուլֆա, Իրան այդ երկաթուղի օգտագործում։ Այդ դեպքում նման բան գրված չի։ Այնտեղ գրված է, որ ինչ որ
համարժեք օգուտներ կունենա եւ այլն, շատ հարաբերական բան է, հստակ, այսինքն մատչել չեմ ասում, դրա կարգավիճակը չկա, միտեղ խափան անցման մասին է խոսքը, իսկ մյուստեղ որևէ բան չկա։ Տա Աստված Հայաստանը կարող է օգտվի, այսինքն երասխ ջուլֆա Իրան ճանապարհից։ Ես 99% վստահ եմ, որ Ադրբեջանը դա չի տրամադրելու Հայաստանին։ Հայաստանը ոչինչ չի ստանալու դրանից։ Իսկ այդ վերաբերում է, ինչպես իրենք են ասում, Զանգեզուրի միջանցքից, էլի Հայաստանը դրանից բան չի ստանալու։ Չի ստանալու, անգամ նյութական առանձնապես բան չկա տեղ ստանալու, էլի։ Եկեք մի հատ նայենք, ինչ այնտեղ տարեկան կարա լինի մի քանի միլիոն դոլար, ընդհանրապես եկամուտի մասին կարող է։ Մի քանի միլիոն ընդհանրապես, որ փող չի։ Այսինքն այսօր Երևանում, ինչ ասեմ, մի բակ են նորոգում, քաղաքապետարան $1 միլիոն դուրս է գրում։ Շնորհակալ եմ, պարոն Պապյան։ Խնդրեմ։ Հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ում հյուրընկալել էինք Արա Պապյանին։